Գնացի բաժնի վարիչի մոտ, ասես տեղ չունեմ։ Դուրս եկա ամուսինս դռանը սպասում էր։ Տխուր որ դուրս եկա, մի հատ մեծ տարիքով մարդ քայլում էր միջանցքում։ Դա մեր խոսակցությունը որ լսեց, ասեց դիլիջանցի եք, մեր ակցենտից հասկացավ, ասինք այո դիլիջանցի ենք, թե Գևորգյան տիրայր անուն լսած կաք, ասի չէ, թե բա ես ձեզ մոտ բաժնի վարիչ եմ եղել լուսավորության գծով, ասեց նավոն քե մերժեց, ասի այո մերժեց, ասեց տեղ չունեմ, Սվետլանա Նավասարդյանի հերն էր նավոն, գիտես չէ Սվետլանա Նավասարդյանի, Դաշնակահարուհին, ասեց աղջիկ ջան, էքուց կգաս Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցը, հանքերի մոտ էր դպրոցի շենքը, հարուստ անգլիացիների կառուցած շենքերին չէր, որ գնացել էին, մնացել էր, այդտեղ դպրոց էին բացել, և ռուսական բաժին կար, և հայկական։ Գնացի մտա ուսուցչանոց, սիրով ընդունեց դիրեկտորը, կոլեկտիվին ծանոթացրեց, 28 հոգանոց մի դասարան տվեց, բայց առաջին դասարան էր, մի քիչ դժվարանում էի, իմ սովորածներ մոռացել էի, արդեն 5 տարի էր անցել էր, պրակտիկայում ինչ-որ անցել էի, մոռացության էի տվել, մի 2 ամիս շատ տանջվում էի, ես դիրեկտոր դու մի ասի հետևում ա, միջանցքով անցնելիս մեկ-մեկ դասեր լսում, ձենս մեկ-մեկ բարձրացնում եմ, զարմացավ, ասեց վաղը բաց դաս է լինելու առաջին դասարանում, անպայման պետք է մասնակցես, հմուտ մանկավարժեր ոնց որ, չնայած աշխարհագրության մասնագետ էր, բայց այն ձևի դաս պարապեց, իհարկե մաթեմատիկայից չէի նեղվում, բայց տառուցման պրոցեսը մոռացել էի, թե ոնց ուսուցանեմ։ Այդ բաց դասը ինձ դաս եղավ, ուրախացա, վերհիշեցի ամեն ինչը, թե բազային դպրոցում ոնց եմ ես պրակտիկա անցկացրել, ոնց եմ պարապել, ամեն ինչ վերհիշեցի, մարդկային ուղեղը էլի մոռանում էլա հիշում է։ Հետո գնացի մի քանի օր պարապելուց հետո, դիրեկտորին խնդրեցի, ասեցի եկեք ինձ մոտ դաս լսեցեք։ Դասը որ վերջացավ, մոտեցա ասեցի խնդրում եմ դիտողությունները ասեք, ինչ դիտողություն ունեք։ Ասեց ոչ մի դիտողություն չունեմ, փափախդ պոզիտիվ անարի, այսպես կատակ չի մարդ էր։ Ինքը երևի դիլիջանցիներին շատ էր սիրել, իմ նկատմամբ էլ հոգատար էր։ Այդպես աշխատեցի 2 տարի, շատ ակտիվ էի, քաղաքապարապմունքներին այնքան ակտիվ մասնակցում էի, որ շրջանային թերթում անոնսել էին շեշտել։ Եթե սովորելու գնայիք, շուտ չամուսնանայիք, գյուղում չմնայիք, քաղաքական գործիչ էիք դառնալու։ Ավելի լավ կլներ։ Այդտեղից ամուսնուց ուղարկեցին Իջևանի օկրուգ որպես տեղացի։ 8 տարի էլ Իջևանում աշխատեցի, հետո ծնողները մեծ էին ամուսնուս, ուզում էին, որ գանք մոտիկ լինենք, եկանք Դիլիջան։ Արդեն գնացի առաջին դպրոց, իմ ուսուցիչների հետ աշխատեցի։ Քանի տարի։ 34 տարի աշխատեցի այդ դպրոցում, շատ լավ աշակերտներ ունեցա, նրանց մի մասը դասախոսներ են, անուններն էլ հիշում եմ, Ռուբիկի աղջիկները պետք է գային դպրոց, ասի ավելի լավ է, գնամ ընդեղ, երեխեքներ կպարապեմ։ Եկա ռուսական դպրոց, որ հայկական դասարաններ էր ընդունում, արդեն խառը վիճակ էր,
ռուսական դասարանները կրճատվեցին, 10 տարի էլ ռուսական դպրոցում աշխատեցի, այդ դարավ 44 տարի Ալավերդումն էլ, Շամախյանին էլ, Իջևանին էլ գումարեցինք, դարձավ 57 տարի, բայց չգիտեմ 3 տարվա փաստաթուղթը ինչը չբավարարել 54 տարվա թոշակ եմ ստանում, բոլորից գոհ եմ, բոլորը հարգում են, անգամ գալիս են տեսնելու, Լենինականից եկել էին իմ աշակերտներից, Արգենտինայից էլ են շնորհավորում, ես ինչ գիտեմ, Գերմանիայից էլ են շնորհավորում, աշակերտներ ունեմ, Մոսկվայից մի աշակերտուհի ունեմ, Ռուսիկոյ անունը, գրել ահագին գրել էր, ասում ոնց որ իմ թերթիկի վրա վերջին ամեքին մի հուշաթերթ էի տալի, որ հիշեն, ասում որ ինչպես գրել ես, որ մանկավարժ, սազումա մանկավարժ լինեմ, մանկավարժել դարձել եմ, մեկը հայրը եկել էր ես վերջերս Ռուբիկին հանդիպել էր, հարցրել էր ինձանից, տարերի հանդեսի, Այբենանի հանդեսի ժամանակ, ասես թույլ կտած, ես մի ոտանավոր գրեմ, իմ աղջիկը այդ ոտանավորն ասի սիրով, հիմա այդ ոտանավորը նորից գրել էր, Ռուբիկին տվել, բերել մոտս, կարդում եմ, հիշում եմ։ Հիմա նստած ամեն օր վայելում եք ձեր տվածի պտուղները։ Անպայման, լավ սովորեցի։ Անգամ գրքի թերթը պատրան ես արդեն գիտեի հաջորդը ինչ պետք է լինի։ 7 տարին ավարտելուց հետո հնարավոր չէր, որ ամեն մարդ բարձրագույն գնա։ Ասում էին մի տարի պետք է աշխատես, որ թույլ տան կընդունվես։ Ավարտեցի Դիլիջանի մանկավարժական ուսումնանը, լավ էլ ավարտեցի, ուսուցիչները շատ գոհ էին, մինիստրությունից տեսու չեկավ, բախշում էր մեզ շրջանավարտներին։ Հիմա այդ տեսու չեկել հարցնում, որտեղ ես ուզում։ Հորաքույրս Իջևան Վերին Աղդան գյուղում աշխատել էր, մտածեցի, ասի ավելի լավ չի ասեմ Իջևանի Վերին Աղդան գյուղը։ Եվ այդ տեսուչը այդտեղ էլ ուղարկեց։ Ընկերուհիս էլ ինձ հետ, մի տարի աշխատելուց հետո հարևան տղան լսել էր, որ ինչ-որ խմբավորումներ մեր տան շուրջը պտտվում են, որոշել են մեր երկուսին էլ փախցնեն, առավոտը վեր կացանք ու պուկ դեպի Դիլիջան, երկուսս էլ փախանք Դիլիջան, հետո մեր աշխատավարձը իրանք ստացան ուղարկեցին։